քաղաքական գործիչներից ով է թակարդը գցում ժողովրդին։ Չէ, փարազ։ Բոլորը։ Բացառություն չկա։ Բոլոր քաղաքական այդ գործիչներին պետք է հեռացնել ոչ միայն էկրաններից ու այդ Facebook-ներից, այլև Հայաստանից։ Քոքները կտրվի։ Բոլորը եւ ներկաները եւ նախկինները։ Ամենաշատը։ Ես ձեզ ասում եմ, չէ, բոլորը, իրանք բոլորը մեկը մյուսի շարունակությունն են, այնպես որ ժողովուրդը շատ լավ հասկացել է դա ու հիմա ժողովրդին ուրիշ ձևով համոզել, ուրիշ բան կապել հնարավոր չի։ Այնպես որ քաղաքականությունը ամենաահավոր բանն է։ Ես չեմ կարող, մի հարցրեք, չեմ ասի։ Չեմ ասի։ Սա էլ գցում եմ։ Ռոբերտ Քոչարյան։ Ինչ եք այդպես կարծում։ Եվ այն մյուսը Սերժիկը։ Ինչու եք այդպես կարծում։ Տեսել եմ առաջվա կյանքը դրա համար։ Այս պահի կյանքը ավելի լավն է։ Հիմա հարկաս։ Ինչով է ավելի լավը։ Անվտանգահագին, նորմալ է ամեն ինչ։ Եթե այդքան իրար չուտեն շատ լավ կլինի։ Թող համաձայնվեն, հաշտվեն իրար հետ, ամեն ինչ ժողովուրդը մեղ կա, քանի տարվա կյանք։ Ոչ ոք։ Ինձ թվում է ընդդիմությունը։ Ինչու եք այդպես Որ ասեմ շատ եմ հետևում, սուտ կլինի, բայց ինչքան որ հետևում եմ, այդպես եմ գտնում։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ոչ մեկը։ Իրանք իրանց են հակարտը գցում։ քաղաքական գործիչները։ Բայց իրանք քաղաքական չեն։ Եթե խոսքը վերաբերում այն ումը, որ ձերբակալեն դրած մասին, Չէ, քաղաքական գործիչները։ Բայց- Ներկա, նախկին, պաշտոնյաները։ դե նախկիները բոլորին էլ պարզ է, թե իրանք իրանց արած գործի հակարտ չի։ Վատ են արել, հիմա էլ պատասխանը տալիս են։ Ժողովրդին ով է գցում թակարդը։ Ժողովրդին ոչ մեկը։ Ընդհանրապես вообще-то միշտ այդ հիններն են ուզում գցածելն, բայց այն էլ ժողովուրդը խելոքացել է։ Դες բան չի կարել։